Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ուրախ ենք, որ միացել եք սեմինարին։ Բավականին շատ արձագանքներ ենք ստացել նախորդ սեմինարից, դրա համար որոշեցինք, որ արժե կրկնել այս սեմինարը ավելի ընդլայնված տարբերակով, դրա համար ներառել ենք նաև սոցիալթեթին առնչվող առանձնահատկությունները։ Շնորհակալ ենք, որ արձագանքել եք, բավականին շատ հարցեր ենք ստացել, 600-ից ավել հարցեր ունեցանք եւ կփորձենք ինչ-որ մասին պարտադիր անդրադառնալ։ Սեմինարը կվարեմ այսօր ես, Իսկույն Մուսայելյան, ՓՄԾ բաժնի ենթախմբի ղեկավարը։ Ինձ այսօր մեթոդական հարցերով կօգնի Անուշը Միքայելյան, իմ գործընկեր, խոշոր կազմակերպությունների ավտոմատացման բաժնի պրոդուկտի ղեկավար։ Մենք բավականին շատ գիտելիք ենք կուտակել այս մասով, դեկտեմբերից սկսած եւ մենք եւ դուք ահագին փորձություններով, այսպես ասած, անցանք, մինչեւ հասկանանք օրենքի այս նրբությունները, իհարկե ահագին կետեր կան, որ դեռ բարձաբանման կարիք ունեն։ Եվ քանի որ այստեղ ունենք շատ գիտելիք կուտակած, ցանկանում ենք ձեր հետ կիսվել։ Ավելի շատ մենք սա կանվանենք մասնագիտական քննարկում, որովհետև հարցեր կան, որոնք դեռ բարձաբանման կարիք ունեն, հատկապես սոցփաթեթի շրջանակներում, այսինքն սա ավելի շատ պաշտոնական ինչ-որ հայտարարություն չէ, այլ մեր կուտակած գիտելիքների հետ ձեր հետ կիսվում ենք եւ փորձում ենք ինչ-որ ընդհանուր լուծումներ հասկանալ այն հարցերին, որոնք որ մեզ եւ ձեզ հուզում են։ Սեմինարին կներկայացնենք առողջության համընդհանուր ապահովագրությունը, ինչպես ենք ավտոմատացրել դա հացահաշվապահում, կխոսենք սոցփաթեթի շահառուների հաշվառման առանձնահատկություններին, կանդրադառնանք հաճախ տրվող հարցերին, որոնք որ ձևավորել ենք ինչպես ձեր ուղարկված հարցերից, այնպես էլ մեր սպասարկման կենտրոնում այն հարցերից, որոնք որ օրվա ընթացքում ստանում ենք, իսկ դրանք շատ են, օրվա կտրվածքով ավելի քան 2000 զանգ ենք ստանում։ Եվ վերջում պարտադիր ժամանակ կտրամադրենք հարց ու պատասխան։ Առաջին հերթին հասկանանք ովքեր են ապահովագրավճար վճարողները։ Օրենքը մտել է դեկտեմբերի 1-ից եւ այստեղ ինչպես ենք որոշում, թե ովքեր են վճարում դեկտեմբերի 1-ից ապահովագրավճար վճարողներ են դառնում։ 2025-ի նոյեմբերի ամսվա ավումն ենք նայում։ Եթե գումարը գերազանցում է 200.001 դրամը, ապա դեկտեմբերի 1-ից աշխատակիցը դառնում է վճարող։ Եթե ոչ, չի գերազանցում, ապա արդեն 2026 թվականի հունվարին նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, եթե որևէ ամսվա մեջ աշխատակցի ավումը գերազանցում է, ապա այդ ամսվա հաջորդող ամսվանից սկսած աշխատակիցը դառնում է ապահովագրավճար վճարող։ Վճարումը կատարվելու է հետագա 12 ամիսների ընթացքում, անկախ այդ ամիսների ընթացքում աշխատավարձի չափից, այսինքն եթե աշխատակիցը ստացավ մի ամիս 200.000-ից բարձր, բայց դարձավ վճարող ու հաջորդող ամիսներից ինչ որ մեկում աշխատավարձը կազմեց 200.000-ից ցածր, օրինակ 150.000 աշխատավարձ ստացավ, միևնույն է, ինքը շարունակում է վճարող մնալ։ Այդ շեմը արդեն անցել է, դարել է եւ 12 ամիս պարտավոր է վճարել ապահովագրավճարը։ Այստեղ մի կարևոր նշում անեմ եւս, որ դեկտեմբեր ամիսը հիմք չի հանդիսանում ապահովագրավճար վճարող դառնալու համար, քանի որ դեկտեմբեր ամսվա ընթացքում լինում են պարգևավճարներ, բոնուսներ, որով ինքը ոչ ստանդարտ ամիս է։ Դրա համար դա հաշվի չենք առնում, այսպես ասած, խաղից դուրս է դեկտեմբերը։ Հաջորդը սանդղակին անդրադառնանք, ապահովագրավճարի չափը։ Օրենքով սահմանված է, որ 0-500.000 դրամ եկամուտ ստացողներից պահվելու է 4800 դրամ, նրանք ովքեր որ ապահովագրավճար վճարող են, իսկ 500.000-ից բարձրի դեպքում 10.800 դրամ է պահվելու։ Սանդղակը ճիշտ է, այստեղ 0-ից սկսած, չենք խառնում 200.000 շեմի հետ, սանդղակը գործում է 0-ից սկսած, 200.000 դրամը շեմը միայն ապահովագրավճար վճարող հանդիսանալու համար պայմանն է, սանդղակը 0-ից 500 դեպքում 4800 դրամ։ Եվ ապահովագրավճարները պետք է վճարվեն պետական բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը, Առողջապահության նախարարությունը իր կայքում հրապարակել է գանձապետական հաշվեհամարը, այս հաշվեհամարը, որ դուք տեսնում եք հիմա ձեր էկրաններին, այս հաշվեհամարին պետք է կատարվեն փոխանցումները։ Սոցփաթեթների հետ կապված հետագայում նաև կնշեմ երկրորդ հաշիվը, որին պետք է փոխանցումները արվեն սոցփաթեթից։
Փոփոխություններ է արվել նաև դրոշմանիշայինի վճարի հետ կապված։ Հունվարի 1-ից 26 թվականի հունվարի 1-ից բոլորի համար, անկախ վճարող են թե ոչ, բոլորի համար գործում է տվյալ սանդղակը։ 0-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար 1000 դրամ է դրոշմանիշային վճարը, իսկ 1 միլիոնից բարձրի դեպքում արդեն 15000 դրամ։ Ու այստեղ եւս մեկ անգամ շեշտեմ, հաճախ խառնում են, որ մտածում են, թե շեմը գործում է միայն նրանց համար, ովքեր որ ապահովագրավճար վճարող են, նշեմ, որ ոչ, բոլորի համար է փոխվել, ինչպես նաև եւ քաղիրավականով եւ աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատակիցների համար սանդղակը նույնն է։ Սա դրոշմանիշայինի հետ կապված։ Քանի որ մեզ մոտ փոխվել են երկու վճարի չափերը, այսինքն ավելացել է ապահովագրական վճարը եւ փոխվել է դրոշմանիշային վճարը, ապա այստեղ մեր մոտ փոխվել են նաեւ նվազագույն աշխատավարձը, ներառյալ հարկե եւ պարտադիր այլ վճարներով թիվը։ Փոփոխությունը արդեն ծրագրում արված է, այսինքն ստուգումը գործում է եւ երբ է ձեզ դա պետք գալիս, երբ որ դուք օրինակ արձակուրդային եք հաշվում եւ անհրաժեշտություն է լինում համեմատել այդ միջին աշխատավարձը նվազագույնի հետ։ Հիմա հասկանանք, թե ինչ ենք արել ծրագրում առողջության ապահովագրության հետ կապված։ Հացահաշվապահ համակարգի 915 եւ 7329 տարբերակներից սկսված առողջության ապահովագրության հետ կապված փոփոխությունները արդեն ներառված են։ Այո, ճիշտ եք լսել, տարբերակը 915 նշեցի, քանի որ մենք ունենք հիմա հացահաշվապահ համակարգի նոր տարբերակը, 9-րդ ծերունդը, այս պահին դրությամբ մեր ամենաարագ, ամենաանվտանգ եւ տեխնոլոգիապես ամենալավ լուծումն է տրված։ 9-րդ տարբերակի հետ կապված մենք առանձին սեմինար կունենանք, պարտադիր կներկայացնենք առավելությունները։ Այս տարբերակներում դեռ 7-րդ տարբերակում եւս արել ենք փոփոխությունները առողջության ապահովագրության հետ կապված, բայց նշեմ, որ հետագա թարմացումները հիմնականում արվելու են 9-րդ տարբերակում, 9-րդ սերնդի ծրագրում։ Թարմացնելուց հետո ձեր մոտ որոշակի փոփոխություններ կատարվեն, որպեսզի հեշտ կողմնորոշվեք, մենք նոր տեղեկատուների եւ հաշվետվությունների կողքը ավելացրել ենք նոր նշումը, իսկ նրանք, որ փոփոխման են ենթարկվել, կողքը նշել ենք փոփոխված։ Ինչ ենք ավելացրել ապահովագրավճարների հետ կապված, նաև աշխատակցի քարտում, այստեղ ավելացել է օրենսդրական էջում առողջության համընդհանուր ապահովագրություն հատվածը եւ ծրագրի թարմացումից հետո, երբ որ թարմանում են նաև տվյալների պահոցը, ավտոմատ բոլոր աշխատակիցների համար կարգավիճակ է սահմանվում դեկտեմբերի 1-ի դրությամբ եւ չի վճարում կարգավիճակով։ Դրել ենք չի վճարում, քանի որ դեկտեմբեր ամսին դուք ձեռքով եք այդ ամեն ինչ արել։ Ճիշտ է, մենք արդեն անցել ենք այս հատվածը, արդեն հունվարի աշխատավարձն ենք հաշվել, բայց ամեն դեպքում, եթե այս կետերով նորից անդրադառնանք, որ քայլերի հաջորդականությունը ճիշտ պատկերացնեք, քանի որ փոփոխությունից հետո ձեր մոտ ավտոմատ այս ամսաթվերը հայտնվելու են։ Դեկտեմբերի փոփոխությունները անում ենք համոզվելով, որ դեկտեմբերի հաշվարկները վերջացրել ենք։ Այնտեղ ինչ որ բան չունենք փոփոխելու։ Ու այն ինչ որ ձեռքով էինք արել, այն պահումները, որոնք որ ձեռքով արել էինք դեկտեմբերին, այլևս հունվարից անելու կարիք չի լինի։ Այսինքն այն պահումը, որ բացել էիք հատուկ ապահովագրավճարների համար, կարող եք չօգտագործել։ Հիմա հասկանանք, թե ինչպես ենք սահմանելու նոր կարգավիճակներ աշխատակիցների համար հունվարից սկսված։ Նշել էինք արդեն օրենքի կետով անցանք եւ հասկացանք, որ հունվարի համար եւս հիմք են հանդիսանում նոյեմբերի տվյալները, այսինքն եթե մենք ուզում ենք հունվարի համար կարգավիճակ սահմանել, մենք պետք է կանչենք ապահովագրավճարների հաշվարկային տվյալները նոյեմբեր ամսվա դրությամբ, նոյեմբերի թվերից ելնելով մենք որոշելու ենք, թե տվյալ աշխատակիցը վճարող է, թե ոչ։ Դե իհարկե այստեղ բացառությունները շատ են, հատկապես կուզենամ անդրադառնալ մինչև 18 տարեկան եւ 65+ աշխատակիցների դեպքում պետությունն է վճարում։ Այս դեպքում գործատուն ինչ որ հաշվարկ իրենց հետ կապված չունի։ Կանչում ենք ապահովագրավճարների հաշվարկային տվյալները։ Այստեղից ֆիլտր ենք կիրառում, ունենք ընդհանրապես հատկացված է սյունը, ֆիլտր ենք կիրառում եւ այստեղ եթե կնկատեք երկրորդ էջ եմ անցել ֆիլտրման, ձագարի վրա որ սեղմում ենք, ֆիլտրելու կանոններ էջել ունենք, այդտեղից տվել են, որ պայմանը մեծ է 200.000-ից։ Այսինքն ինձ պետք են այն աշխատակիցները, ում աշխատավարձը նոյեմբեր ամսվա դրությամբ գերազանցել է 200.000-ը։
Հաշվետվության մեջ բերել ենք նաև ծննդյան ամսաթիվը, որպեսզի հեշտ լինի կողմնորոշվել եւ տարանջատել այն աշխատակիցներին, որոնք մինչև 18 կամ 65+ են։ Եվ նշում ենք այն աշխատակիցներին, որոնք որ մնացին ցուցակում ու աջ կլիկի տակից հրամանը, որ մեզ անհրաժեշտ է, դա ավելացնել ապահովագրության նոր կարգավիճակ հրամանն է։ Սեղմում ենք հրամանի վրա ու սահմանում ենք հունվարի 1-ի դրությամբ կարգավիճակ վճարում է։ Կարող եք տալ նաև գործատուն է վճարում, բայց այստեղ ուշադիր եք լինում, որովհետև օրենքի շրջանակներում պահանջ կա կոլեկտիվ պայմանագրի, այդ դեպքում միայն կարող է գործատուն վճարի։ Այդ մասով պարտադիր կճշտեք։ Սահմանում ենք աշխատակիցների կարգավիճակները, իսկ կարգավիճակները սահմանելուց հետո մենք դրանք կարող ենք տեսնել նոր տեղեկատվում աշխատակիցների ապահովագրության կարգավիճակներ։ Եթե օրինակ ինչ-որ բան ենք սխալ արել, ինչ-որ բան ենք ուզում փոփոխել, գալիս ենք այստեղ աշխատակիցների ապահովագրության կարգավիճակներ, կանցնում ենք բոլոր աշխատակիցներին աշխատանքային պայմանագրով եւ այստեղ պատմականորեն կարողանում ենք տեսնել, օրինակ տեսեք այստեղ 001 մեր աշխատակիցը Լավերդյան Կարենը ունի մի հատ կարգավիճակ չի վճարում դեկտեմբերի 1-ի դրությամբ եւ սահմանեցինք նոր կարգավիճակ հունվարի 1-ի դրությամբ վճարում է։ Այստեղ կարող ենք ավելացնել, խմբագրել, հեռացնել, եթե ինչ-որ մի բան չենք արել, այստեղից կարող ենք փոփոխել եւ նորից սահմանել կարգավիճակ տվյալ աշխատակիցների համար։ Մինչև հաշվարկ անելը մեզ մնում է միայն մի հատ էլ համակարգային հավելում պահումներում մեզ մոտ նոր տողեր են ավելացել ապահովագրավճարների հետ կապված 912 եւ 979 եւ պետք է խմբագրենք եւ նշենք դրանց վրա մեր ապահովագրավճարների հաշիվը, որը որ բացել ենք։ Օրինակում դրել ենք 524-ի 94-ը, այստեղ նշեմ, որ հանրային հատվածի համար պարբերական է լույս տեսել, պարբերականում սահմանվում է, որ պետք է բացել հաշիվը 524-ի 93-ը։ Հանրայինների համար դա պարտադիր է, հետևեք, որ այդ հաշիվը ձեր մոտ լինի։ Հաշիվը տալիս ենք, որպեսզի հաշվարկ անելուց հետո, երբ որ աշխատավարձի ձևակերպումները տանք, հարկերի մասով բերի լրացնի։ Այսինքն կրեդիտում այս հաշիվը բերի, դատարկ չթողի։ Եթե ձեր մոտ դատարկ ելնում հաշվարկը տալուց, մի հատ եկեք ստուգեք, հասկացեք այստեղ համակարգային հավելումներում նշել եք հաշիվը, թե ոչ։ Հիմա կարգավորումները բոլորը արեցինք, մի հատ աշխատավարձ հաշվարկենք, օրինակ տեսեք այստեղ մեր աշխատակիցը 001 տաբելային համարով ունի 570,000 աշխատավարձ, այսինքն իրենից պետք է պահվի 10,800 դրամ առողջության ապահովագրության գումարը։ Հաշվարկը անելուց հետո, երբ որ հաստատում ենք, մենք բոլոր հաշվետվություններում կարող ենք տեսնել հարկերի մասում նաև ապահովագրավճարը։ Բացենք այս անգամ ընդլայնված հաշվետվությունը եւ այստեղ մեզ մոտ կավելանա նոր սյուն ապահովագրավճար։ Տեսեք ինչպես նշեցի, մեր 001 տաբելով աշխատակցի համար աշխատավարձը 570,000 էր եւ իրենից պահվել է ապահովագրավճար օրենքին համաձայն 10,800 դրամ։ Որպեսզի հեշտ լինի կողմնորոշվել, հաճախ նաև նման դեպքի ենք հանդիպում, խառնում են, որ մտածում են, թե պետքա հիմք ընդունել նոյեմբեր ամսվա աշխատավարձը։ Որպեսզի հեշտ լինի կողմնորոշվել, այսպեսի օրինակ բերեմ, եթե մենք հաշվում ենք աշխատակցի տվյալ ամսվա աշխատավարձը, ապա իր համար պահում ենք եկամտային հարկը, դրոշմանիշային եւ սոցը տվյալ ամսվա եկամտի չափից ելնելով։ Նույն տրամաբանությունը գործում է նաև ապահովագրավճարների դեպքում, այսինքն տվյալ ամսվա եկամուտը ինչքան եղավ, համեմատում ենք սանդղակի հետ եւ դրա համապատասխան չափը պահվում է աշխատակցի աշխատավարձից։ Այս ամսվա եկամուտը, այս ամսվա հարկը։ Սա հաշվարկը եւ ինչպես է դա արտացոլվում ծրագրում։ Քայլերի հետ կապված ունենք նաև նկարահանված տեսահոլովակ առողջության համընդհանուր ապահովագրությունը, կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի միշտ տեղյակ լինեք, մենք բավականին ակտիվ ենք, շատ վիդեոհոլովակներ ենք նկարում, ինչպես ուսումնական, տեղադրում ենք եւ YouTube-ում եւ սոցիալական հարթակներում, Instagram-ում եւ Facebook-ում, այնտեղ էլ կարող եք մեզ հետևել, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները, կարևոր փոփոխությունները։ Հիմա փորձենք անդրադառնալ սոցփաթեթի հաշվառման առանձնահատկությունների։ Մեր կյանքը եւ ձեր կյանքը մի քիչ ավելի հեշտ կլիներ, եթե այս շրջանակներում բավականին շատ հարցեր չառաջանային, բայց ինչ արած օրենքը բարդ է, այստեղ հարցերը շատ են։
Նախ մի հատ խոսենք օրենքի կետից ինչ է ասում առողջության ապահովագրությունը սոցփաթեթի շահառուների մասով։ Նշվում է օրենքում, որ սոցփաթեթի շահառու հանդիսացող ապահովագրված անձիկ պարտավոր են վճարել 6000 դրամ ինքնուրույն, եթե աշխատավարձի չափը ապահովագրած վճարի հաշվարկման ամսում կազմել է մինչև 500,000 դրամ։ Այսինքն, ինչ է մինչև այդ գործում։ Մինչև այդ կար սոցփաթեթ, որը որ փոխանցում էր աշխատակցի հաշվին 6000 դրամ, հիմա ունենք նոր վճար առողջության ապահովագրություն, որը որ մինչև 500,000-ի դեպքում պետությունը սուբսիդավորում էր 6000-ը։ Բայց քանի որ ստացվում է պետությունը կվճարի նույն աշխատակցի համար երկու անգամ նույն բանի համար, պետությունը հասկանում է, որ չպիտի այդպես լինի եւ դրա համար ուղղորդում է, որ սոցփաթեթի վճարները գնան արդեն առողջության ապահովագրությանը։ Դրա համար սոցփաթեթի շահառու հանդիսացողների դեպքում 6000-ը իրենք պետք է ինքնուրույն վճարեն։ Իսկ այս ինքնուրույն բառը շատ կարևոր է, սա ես էլի կշեշտեմ, բայց մի հատ հասկանանք ընթացակարգը, թե ինչպես պետք է արվի։ Տարանջատում ենք երկու ճյուղ, այսինքն ապահովագրավճար վճարողը եւ սոցփաթեթի շահառուն ներկայացրել է դիմում գործատուին, որպեսզի նա իրենից պահի այդ սոցփաթեթը եւ ուղի ապահովագրավճարներին, թե չի ներկայացրել։ Այս երկու ճյուղերով են գնալու, որովհետեւ տարբերվում են, այսինքն կախված նրանից աշխատակիցը դիմումը ներկայացրել է թե ոչ, հաշվարկման եւ այդ գումարները պահելու կարգը մի քիչ տարբերվում են։ Դիմումի ձևը ներկայացված է 1981N որոշման մեջ, սլայդում կարող եք տեսնել, այս դիմումի ձևով աշխատակիցները, սոցփաթեթի շահառուները կարող են դիմել գործատուին, որպեսզի գործատուն ուղղի սոցփաթեթի գումարները առողջության ապահովագրության հիմնադրամին։ Հիմա այն դեպքը, երբ որ դիմումը չի ներկայացվել, երբ որ աշխատակիցը դիմումը չի ներկայացվել, օրենքի այն կետն է գործում, այսինքն այն 6000 դրամը մնում է ինքնուրույն իր հաշվին, այսինքն ինքնուրույն մարդը պետք է փոխանցում անի հիմնադրամին։ Այստեղ ունենք կետերը, մի հատ կետերով անցնենք, որ բարձ լինի։ Այսինքն, եթե տվյալ ամսվա մեջ աշխատակիցը չի ունենում ավում, օրինակ նպաստի մեջ է գտնվում, ապա 4800 դրամը վճարում է գործատուն աշխատակցի փոխարեն։ Իսկ մնացածը արդեն սանդղակի համապատասխան մինչև 500,000 դրամը, էլի 4800 դրամ պահում է գործատուն եւ փոխանցում աշխատակցից եւ 500,001 դրամից ավելի դեպքում 10800 դրամը պահվում է աշխատակցից։ Այսինքն սա ընկնում է ստանդարտ աղյուսակի տակ։ Իսկ այն 6000-ի մասով պետությունը բան չի տալիս եւ աշխատակիցը ինքնուրույն պարտավորվում է փոխանցել այդ գումարները հիմնադրամին։ Հաջորդ դեպքը, երբ որ աշխատակիցը դիմումը ներկայացրել է գործատուին, այսինքն 6000 դրամը ուղղվում է սոցփաթեթից դեպի ապահովագրություն։ Առաջին կետը նույն ձևով է երկուսի դեպքում, այսինքն եթե աշխատավարձ ավում չկա, 4800 դրամը գործատուի հաշվին է, մինչև 500,000-ի դեպքում 4800 դրամը պահվում է աշխատակցից, իսկ 6000-ը կգնա սոցփաթեթից, 500,001 դրամի դեպքում իրականում ստեղ մենք էլ դուք էլ բարձելու հարցերն ենք, որովհետև կա առողջության ապահովագրության օրենք, կա սոցփաթեթի որոշում։ Սոցփաթեթինը որոշում է, առողջության ապահովագրությունը օրենք է, այսինքն օրենքը գերակայում է որոշմանը։ Իրականում նենց էր, որ 4800 դրամը պահվում է աշխատակցից եւ այն 6000-ը փոխանցվում է սոցփաթեթից։ Բայց եթե նայում ենք օրենքի տեսանկյունից, օրենքը ասում է, որ 500,000-ից բարձր 10800 է։ Այսինքն փոխանցում է 10800, սոցփաթեթն էլ է գնում, բայց աշխատակիցը կարող է դիմել եւ իր 6000 դրամը հետ ստանալ։ Այսինքն ամեն դեպքում ամսվա կտրվածքով 10800 ապահովագրավճարի գծով չի կարող գերազանցել։ Այստեղ եւ մենք եւ դուք բարձաբանելու հարցեր ունենք։ Այս սոցփաթեթի հետ կապված, այսինքն երբ որ սոցփաթեթի գումարները ուղղվում են ապահովագրավճարներին, առանձին գանձապետական հաշվի համար է տրամադրվել, սա կարողացում եմ շուտով հրապարակվի, այդ սոցփաթեթից ուղղվող գումարները առանձին հաշվի համար էին գնում, իսկ սովորական վճարումները մինչև մի քանի սլայդ առաջ որ նշել է, այն մյուս հաշվի համարին են փոխանցվում եւ կրկնվեն, բայց ապահովագրավճարները պետք է վճարվեն պետական բյուջե մինչեւ հաջորդ ամսվա 20-ը։
Այսքան ընդհանուր երկու թեմայի շրջանակներում ապահովագրությանը եւ դրա հետ կապված սոցփաթեթի շահառուների մասով։ Հիմա փորձել ենք առանձնացնել հաճախ տրվող հարցերը եւ անդրադառնալ։ Եթե ձեր հարցերը սրանց շրջանակներում են, ձեռք եք բարձրացրել, կարող եք ձեռքը հանել, այսինքն դուք ստացել եք ձեր հարցի պատասխանը։ Առաջին հարցը՝ քաղերավական պայմանագրով աշխատակիցների դեպքում պահում կատարվում է, թե ոչ։ Ոչ, քանի որ քաղերավական պայմանագրով աշխատող աշխատակիցների համար ապահովագրավճարի օրենքը սկսելու է գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Դեռ իրանցից գումար չենք պահում։ Երկրորդը՝ աշխատակցի 18 տարեկանը լրացել է հունվարին։ Քանի որ դեռ լրացել է հունվարին, մենք չգիտենք ինչքան եկամուտ ունի, դրա համար փետրվարի 1-ից դեռ կարգավիճակ չունի։ Փետրվարին կհասկանանք, թե ինչքան է իր աշխատավարձը կազմում, եւ եթե փետրվարին գերազանցի 200.001 դրամը, ապա մարտի 1-ից սկսած տվյալ աշխատակիցը կհամարվի ապահովագրավճար վճարող եւ մարտից նոր կպահենք իրանից այդ վճարը։ Հիմա հակառակ օրինակ, այսինքն երբ որ աշխատակցի 65 տարեկանն է լրացել հունվարին եւ արդեն լրիվ անցնում է պետության վճարման տակ։ Եթե հունվարին աշխատակիցը ապահովագրության վճար կատարող, ապա ինքը սկսելու է արդեն չվճարող համարվել փետրվարի 1-ից, այսինքն լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած իրանից արդեն էլ պահում չենք կատարելու։ Տվյալ ամսվա մեջ ամբողջն է, թեկուզ հունվարի 1-ին կամ 2-ին է լրացել 65 տարեկան, այն նոր փետրվարից արդեն ինքը կդառնա չվճարող եւ պետությունը իր փոխարեն այդ 10.800 դրամը կփոխանցի։ Եթե աշխատակիցն առաջին ապահովագրավճարը կատարում է փետրվարին, արդյոք հետագա ամիսներին ավումի 200.000 դրամից պակաս լինելու դեպքում շարունակում է համարվել վճարող։ Այո, քանի որ նշել ենք, որ ապահովագրավճար դառնալուց հետո 12 ամսվա ընթացքում կապ չունի աշխատավարձի չափը ինչքան կլինի, նա շարունակում է վճարող լինել։ Նույնիսկ 0-ի դեպքում գործատուն է փոխանցում։ Ինչպես է որոշվում ապահովագրավճարի չափը։ Որոշվում է ընթացիկ ամսվա ավումից ելնելով։ Այստեղ եւս մեկ անգամ կրկնեմ, մնացած հարկերի նման, այսինքն պահում ենք եկամտային հարկը տվյալ ամսվա եկամտի չափից ելնելով նույն ձևով եւ ապահովագրավճարներն են։ Այսինքն օրինակ եթե ավումը 350.000 դրամ է կազմում, ու քանի որ 500.000-ից ցածր է, ապա աշխատակցից պահվում է 4.800 դրամ։ Ապահովագրության վճար կատարող աշխատակիցը փետրվարին ստացել է միայն նպաստ։ Այստեղ նշեմ, որ 7.329 եւ 9.1.5 տարբերակներում մենք սխալ ենք լուծումը տվել եւ ոչ թե գործատույց էր պահվում, այլ աշխատակցից էր պահվում, բայց օրենքի կետը հստակեցնելով հասկացանք, որ այստեղ փոփոխություն պետք անենք եւ արդեն 7.330 եւ 9.1.7 տարբերակներում այդ ուղղումը տրված է, այսինքն թարմացրեք ծրագիրը, քանի որ եթե աշխատակիցը ամբողջ ամսվա ընթացքում գտնվել է նպաստում, իսկ նպաստը դա ավում չէ, ապա այս դեպքում 4.800 դրամը գործատուն իր հաշվին է պահում եւ փոխանցում համապատասխան հիմնադրամին։ Հաջորդ հարցը, եթե աշխատակիցը ունի հաշմանդամության կարգ, ապահովագրավճար պետք է պահվի։ Այո, պահվում է, բայց քանի որ այդ ցանկը այդ բացառությունների բավականին շատ են կետերով նշված, այն բոլոր քաղաքացիները, որոնք որ այդ բացառության տակ են մտնում, ամեն դեպքում վճարում են, բայց հետո կարող են դիմել եւ հիմնադրամից գումարը հետ ստանալ։ Եթե աշխատակիցը համատեղությամբ աշխատող է, ապահովագրավճարները ինչպես պիտի պահվեն։ Ապահովագրավճարների հաշվարկը կատարվում է առանձին ըստ իրավաբանական կազմակերպությունների։ Այսինքն տվյալ կազմակերպությունով ինքը վճարեց 4.800 օրինակ մինչև 500.000-ն է։ Մյուս կազմակերպությունով գերազանցում է եւ վճարում է 10.800, ապա այդ դեպքում աշխատակիցը դիմում է ներկայացնում հիմնադրամին եւ այն տարբերության չափը, որ ավել վճարվել է, հետ կարող է ստանալ։ Այսինքն ամեն դեպքում ապահովագրավճարի չափը չի կարող գերազանցել ամսական կտրվածքով 10.800 դրամը։ Եթե ապահովագրության վճար կատարող աշխատակիցը ազատվում է աշխատանքից, այսպես հարցեր ենք շատ ունեցել, ապահովագրավճարները ով է շարունակում վճարել։ Ազատված աշխատակցի մասով գործատուն ոչ մի պարտականություն չունի, նա արդեն իր աշխատակիցը չէ։ Պարտավորությունը
տվյալ անձինն է, այսինքն եթե ինքը աշխատելու ընթացքում ապահովագրավճար վճարող էր համարվել, ապա ինքը պետք է շարունակի ինքնուրույնաբար այդ վճարումները կատարել հիմնադրամին, որպեսզի եւ կարողանա օգտվել այդ ծառայություններից։ Եթե օրինակ աշխատակիցը սոցփաթեթի շահառու է եւ ավում է մինչեւ 500,000 դրամն է, դիմում չի ներկայացրել իր սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրությանը։ Գործատուն աշխատակցից պահում է 4,800 դրամ, իսկ աշխատակիցը պարտավոր է իր միջոցներից ինքնուրույն փոխանցել մնացած 6,000 դրամ, այսինքն պետությունը այդ 6,000 դրամը չի տալու իր փոխարեն, որովհետև արդեն տվել է սոցփաթեթին։ Սա այն դեպքն է, երբ որ դիմում չի ներկայացրել։ Եթե էլի դիմում չի ներկայացրել 500,000-ից բարձր է, գործատուն աշխատակցից ստանդարտ պահում է 10,800 դրամ։ Եվ սոցփաթեթի շահառու է աշխատակիցը, աշխատավարձը մինչև 500,000 դրամն է, դիմում է ներկայացրել իր սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրությանը։ Ապա գործատունը այս դեպքում աշխատակցից պահում է 4,800 դրամ, գործատուն նաև որպես ապահովագրավճար փոխանցում է 6,000 դրամ սոցփաթեթի գումար, այսինքն այն, որ ինչ որ պետք էր ուղղվել սոցփաթեթին, երբ որ գործատուն ստանում է, դիմումի համաձայն դա փոխանցում է նորից հիմնադրամին, որպեսզի աշխատակցի 10,800 դրամը լրանա։ Այսքանն էին պատրաստել ձեր համար։